Պատվարժան դատարան, պարոն դատախազը, երբ որ իր խոսքը սկսեց, ըստ էության հիմնավոր կասկածից, կարծես թե խոսք գնաց դատական ակտերի պարտադիրության, դատական ակտերի նախադեպելիության մասին։ Մենք շատ լավ գիտենք, որ քրեական իրավունքի և դատավարության տեսությունում և առասարակ իրավունքի տեսությունում բացահայտվել է որպես այդպիսի դատական ակտերի նախադեպելիության հասկացությունը և ըստ էության տրված ընդհանրապես մեկ տեսակ Ինչպես է լինում դատական ակտի նախադատելիություն, դա անհերքելի նախադատելիություն։ Վճռաբեկ դատարանը, երբ որ անդրադարձել այս հարցին Մարտիրոսյանի գործով, հստակ արձանագրել է, որ տվյալ պարագայում նախադատելի են դատարանի համար բոլոր այն դատական ակտերը և դատարանի որոշման մեջ առկա հիմնավորումները և օրենքի մեկնաբանությունները մենակ այն դեպքում, երբ որ այդ դատական ակտերը ունեն իրավունքի աղբյուրի հատկանիշներ։ Տվյալ պարագայում նախադատելու են դատարանների համար որոշումները բացառապես վճռաբեկ դատարանի կողմից կայացված, սահմանադրական դատարանի կողմից կայացված և մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որ կայացում են այլ դատական ակտեր, ավելի նվազ դատարանների կողմից, ապա տվյալ դեպքում նրանց կողմից կայացված հիմնավորումները և օրենքի մեկնաբանությունները մեկ այլ դատարանի համար նախադատելի չեն։ Նրանց համար նախադատել են այդ որոշման մեջ պարզապես հաստատված հանգամանքները, բայց ոչ հիմնավորումները և ոչ օրենքի մեկնաբանությունը։ Հիմա տվյալ պարագայում ինչ է ստացվում, պարոն դատախազը հղում կատարելով միջդատական վարույթում կայացված որոշումների վրա, մասնավորապես հիմնավոր կասկածի հաստատման և իրավաչափության պայմանների հաստատման վերաբերյալ, ըստ էության դատարանին որոշակի չափով կաշկանդվածության մեջ է դնում այն տեսանկյունից, որ այդ իրավաչափության պայմանները չեն վերացել, քանի որ միջդատական վարույթում դրանք արձանագրվել են և գտնվում են բարձր մակարդակում։ Տվյալ պարագայում հաշվի առնելով քրեադատավարական կառուցվածքի փուլը և տվյալ պարագայում մենք գտնվում ենք նախնական դատավարությունների փուլում, ըստ էության դատարանը որպես վարորդական մարմին և անկախ արբիտր խափանամիջոցի հարցի քննարկման շրջանակներում սկսում է զրոյական կետից։ Այսինքն տվյալ պարագայում ինչ որոշումներ, որ կայացրել են միջդատական վարույթում դատարանները, տվյալ պարագայում որևէ հաստատված հանգամանք չի կարող լինել, որտեղ միջդատական վարույթում կայացած որոշումները որևէ հանգամանք չեն հաստատում, այլ պարզապես տալիս են հիմնավորումներ նախնական և օրենքի մեկնաբանություններ, հետևաբար միջդատական վարույթում կայացված որոշումները կլինի դա հիմնավոր կասկածի տեսանկյունից, կլինի դա իրավաչափության պայմանների տեսանկյունից դատարանի համար որևէ կերպ պարտադիր չէ։ Բայց եթե մոտենանք հակառակ տեսանկյունից, պատկերացնենք պայմանականորեն որոշակի չափով թեև դատարանին այդ առումով կաշկանդվածության մեջ չեն դնում, բայց դատարանը այնուամենայնիվ պետք է նստի որոշակի չափով այդ դատական ակտերի հետ հաշվի առնելով, որ այդ դատական ակտերը կայացվել են նաև վերադաս արձանների կողմից և տվյալ պարագայում առաջնորդվելով արդարադատության մատչելիությունով, որը հենց վկայում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ դրսևորվող ցուցաբերվող հարգանք, ապա պետք է հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքը։ Պարոն Կոչուբայովը շատ ճիշտ նկատեց, միջդատական վարույթի շրջանակներում կայացվել են 3 որոշումներ խափանման միջոցի վերաբերյալ, որոնցից առնվազն 2-ի մասով պարոն դատախազը մի փոքր վերապահումով ներկայացրեց։ Վերապահումը վերաբերում է հետևյալին. պարոն Մարիկյանը ոչ միայն մեկ անգամ ասել է, որ հիմնավոր կասկածը ունի հետնահանջ, ոչ միայն ասել է, որ հիմնավոր կասկածին նվազում կա, այլ նաև ընդհանրական ձևակերպում չի տվել դրա վերաբերյալ, մասնավորեցրել է կոնկրետ նյութերից առկա համապատասխան փաստական տվյալներ և արձանագրել է նաև այլ բան։ Ըստ էության պարոն Մարիկյանը իր դատական ակտում ոչ միայն արձանագրել է, որ հիմնավոր կասկածը նվազել է ներկայացված փաստական տվյալներով, այլ մասնավորեցնել է նույնիսկ նշել այդ փաստական տվյալների տեսակը։ Օրինակ Լուսինե Բեգլարյանի ցուցմունքը, Անդրանիկ Բոզոյանի ցուցմունքը և Երջանիկ Սիմոնյանի ցուցմունքը։ Ընդ որում մասնավորեցնելով նշելով, որ այդ 3 փաստական տվյալները, որոնք վարույթ իրականացնող մարմինը ներկայացնում է որպես հիմնավոր կասկածը հաստատող կամ պատկերացնենք ամրապնդող փաստական տվյալ, դատարանը դրա հետ չի համաձայնվել։ Ասել է հակառակը, այս 3 օրինակ փաստական տվյալները, ոնց որ դուք եք պնդում, որ դա հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալ է, ոչ, ասել է, որ դա հիմնավոր կասկածը հենց հերկող փաստական տվյալ է։ Եվ այդ 3 փաստական տվյալի շրջանակներում արձանագրել է հիմնավոր կասկածի նվազում, այսինքն հետնահանջ, որպես այդպիսի։ Ինչը տեղի ունեցել հաջորդի վերապահման մասով։ Երբ որ այդ համապատասխան դատական ակտը պաշտպանության կողմով բողոքարկել է,
Վերաքննիչ քրեական դատանի դատավոր Վազգեն Մրշտունին, թեև պաշտպանության կողմի բողոքը որպես այդպիսի մերժել է, բայց ինչ է նշել իր դատական ակտում։ Մենք սովորաբար սովորենք ֆորմալ իրավաբանական իմաստով հարցին նայել, ասել այս դատական ակտը կայացվել է այսպես, եզրափակիչ մասը վկայակոչ է, սակայն հիմնավորումների մեջ որպես այդպիսի չխորանալ, բայց այդ հիմնավորումները ևս իրենց ուրույն նշանակություն ունի յուրաքանչյուր հարցի քննարկման շրջանակներում։ Ինչ ասում պարոն Մրշտունին, պարոն Մրշտունին ասում է ներկա փաստական տվյալները բավարար են հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար։ Այո, պարոն Մարիկյանը, որ արձանագրել է հիմնավոր կասկածից հետ նահանջ, ելի ճիշտ է ասել, որ հետ նահանջ կա, եւ այո, ճիշտ է վկայակոչել այդ փաստական տվյալները, որոնք թույլ են տալի հետ նահանջ կատարելու համար։ Եվ միևնույն ժամանակ խորացնելով, զարգացնելով ինչը ասել է, որ այս փաստական տվյալները, թեև այս փուլում բավարար են հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար, բայց պաշտպանության կողմը ճիշտ է ասում, որ դրանք հետագայում ըստ էության քննության փուլում վերջից կայացնելու համար միգուցե բավարար այլևս չլինեն։ Ինչու, որովհետև այդ բոլոր փաստական տվյալները, ինչպես պարոն Կոչիբյանը ճիշտ նկատեց, կառուցված են բացառապես կարծիքների եւ ենթադրությունների հիման։ Եվ այդ ժամանակ հստակ արձանագրում կատարեց, որ այդ կարծիքների ենթադրությունների վերադասացիանը գնահատական տալու հնարավորություն չունի, այո, բայց ինքը նույնպես գտել է, որ դրանք խնդրահարույց են։ Եթե այս փուլում բավարար են, քանի որ հիմնավոր կասկածի շեմը շատ ցածր է, սակայն հետագայում կարող են դրանք բավարար չլինեն։ Այսինքն այդ պարագայում, եթե մենք բոլոր դեպքերում խոսում ենք դատական ակտերի մասին, ապա կարծում եմ արդարացիությունը վկայում է նրա մասին, որ այդ դատական ակտերը վերապահումով ներկայացնել կարծում եմ պետք չէ։ Սա ինչ վերաբերում է այդ դատական ակտերի նախադատելիությանը։ Մենք մոռանում ենք պատվիրժան դատարան, որ ըստ էության մենք ունենք գործ որպես այդպիսի մի այնպիսի վկաների հետ, որոնք այնպես չի, որ ուղղակի կարծիք են հայտնում, որ Սերոբ Գասպարյանը իբրև իմացել է Գորլովկա քաղաքում այդտեղ գտնվող անձանց իրական նպատակի մասին, իբրև իշխանությունը զավթելու նախապատրաստական գործողությունների մասին։ Այո, մենք ունենք կարծիք, այո, մենք ունենք ենթադրություն, այո, կարծիք ու ենթադրությունը նույնիսկ միջդատական վարույթում ապրելու պարզապես հնարավորություն չունի անձի ազատության իրավունքը սահմանափակելու համար, բայց մենք ունենք այն ինչ ունենք։ Ունենք այն իրավիճակը, որ 6 ամիս կարծես թե այս ենթադրության եւ կարծիքի հիման վրա այնուամենայնիվ Սերոբ Գասպարյանը գտնվում է անազատության մեջ։ Բայց պետք է նաեւ քննարկել հետեւյալ հարցը. այդ վկաները բացի այդ կարծիքից ենթադրությունից որպես տեղեկություն ինչ են հայտնում։ Կարծիքը ենթադրությունը դա տեղեկություն չի, չէ՞, ես կարծում եմ պետք չի շատ մեծ գիտելիքներ ունենալ, որպեսզի տարանջատենք տեղեկատվությունը կարծիքից ու ենթադրությունից։ Տեղեկատվությունը լինում է անմիջապես կամ երկրորդ, երրորդ անձից ստացված, որը կարա տեղեկատվության չափանիշին համապատասխանի եւ հիմնավոր կասկածի կամ դրանից վեր ապացողական չափանիշի մակարդակում ունենա նշանակություն այս կամ այն իրավունքի սահմանափակման համատեքստում։ Բայց դրանք պարագայում այս վկաները պատվիրժան դատարան, ինչը եւս շատ կարեւոր է։ Բացի դրանից, որ այդ կարծիքն են հայտնում, այդ ենթադրությունն են հայտնում, որ իբրև Սերոբ Գասպարյանը այդ ենթադրյալ կարծիքյալ այդ նպատակի մասին իմացել է, նաեւ ասում են մի շատ կարեւոր հետևյալ հանգամանք։ Ասում է Սերոբ Գասպարյանը, երբ որ եկել է Գորլովկա, իսկ ինչու է Սերոբ Գասպարյանը եկել Գորլովկա։ Այդ հարցի պատասխանը իրականում կա, բայց այդ հարցի պատասխանը եւս դրան պարագայում վարույթ իրականացող մարմնի կողմից մշտապես նախաքննության փուլում թաքցվել է։ Եվ այդպես չի, որ դա նախաքննական գաղտնիքից է բխել կամ քննության ընդհանուր շահից է բխել։ Պարզապես դա ձեռք չի տվել։ Ինչ են ասում այդ վկաները։ Վկաները ասում են Սերոբ Գասպարյանը նախ եկել է Գորլովկա, ինչու է եկել։ Որովհետև իմացել է այդտեղ տեղի ունեցած խոսակցությունների մասին, մասնավորապես, որ այդտեղ գտնվող արդեն այդ ռազմաբազայում անձիկ, մասնավորապես Զամպատյեխը եւ շտաբի համապատասխան ղեկավարը ասում են, որ դուք այստեղ գտնվում եք նրա համար եւ պարապում եք նրա համար, որպեսզի հետագայում վերադառնաք Հայաստան եւ հեռաշրջում կատարեք։ Այդտեղ գտնված անձիկ, որոնք Սերոբ Գասպարյանի որոշակի միջամտության պարագայում մեկնել են Գորլովկա, նրանց մոտ ընդվզում է առաջացել։ Առաջացել է այդ ընդվզումը եւ կապ է հաստատվել Սերոբ Գասպարյանի հետ, ասենցիալ կարելի ասել, եւ նրան հասու են դարձվել այդ խոսակցությունները։ Եվ Սերոբ Գասպարյանի այդ խոսակցությունների, ինչպես բխում է հենց նյութերից պատվիրժան դատարան, անտարբեր չի եղել։ Եվ եկել է Գորլովկա, եւ բոլորի հետ ունեցել է խոսակցություն։ Եվ այդպես չի, որ այդ խոսակցությունը ունեցել է բացառապես այն անձանց հետ պատվիրժան դատարան,
որոնք գնացել են Գորլովկա, որոշակի չափով կամ Երջանիկ Սիմոնյանի օգնությամբ կամ միջամտությամբ։ Այդտեղ գտնվել են նաև այլ անձինք, որոնք որ մինչ այդ անձանց այնտեղ արդեն գտնվել են եւ ունեն սերտ կապեր այդտեղ գտնվող հրամանատարության հետ։ Գործի նյութերից բխում է Արջ Մականոնով կոնկրետ մի անձ, որը հանդիսանում է շտաբի ղեկավարի քեռի։ Հիմա դեռ պարագայում այդ խոսակցության ժամանակ, երբ որ անձիկ հայտնում են նման դժգոհություններ, որ այստեղ նման խոսակցություններ է տեղի ունենում, որ մենք այստեղ իրականում զինտեխնիկային սովորելու եւ հմտությունների տիրապետելու համար չենք, որ հետագայում վերադառնանք Հայաստան մեր սահմանները պահենք անհրաժեշտության դեպքում, այլ նրա համար այստեղ զինտեխնիկային հմտություններին տիրապետում ենք կամ փորձում ենք հմտությունների տիրապետել, որպեսզի հետագայում մենք Հայաստան հեղաշրջում կապենք։ Ինչ ասում Սերոբ Գասպարյանը, եւ այնպես չէ, որ Սերոբ Գասպարյանն է միայն դրա մասին ասում, թե ինքը ինչ է արձագանքել, ինքը ինչ է ասել։ Ներողություն եմ խնդրում ձեզ պետք է այս մասով ընդհատել, հարգելի պաշտպան, քանի որ մինչև կարողանալ նախաքննական պատրաստ տեղեկությունները ըստ էության ոչ թե անվանական է մեջբերում, այլ ինքնությունները չբացահայտել, դատարանը որևէ աղերս չէր տեսնում քննարարության որում նախաքննական ցուցմունքների հրապարակման հարցի կարողության տեսանկյունից Այսքանը դեռ չէ հրապարակել ներառել դաստիարակությունների ըստ էության բովանդակությունը ցանկանում եմ ուշադրություն արժանացնել դատարանների դերույթը։ Եթե ըստ էության կարող եք անդրադառնալ առանց հրապարակման շոշափելու ամենը։ Չեմ հրապարակում, շնորհակալություն պատվիրժան դատարան։ Ըստ էության նաև այդ խոսակցության ընթացքում պատվիրժան դատարան որպես անձնական չհրապարակելով, բայց խոսքը գնացել է նաև նրա մասին, որ Սերոբ Գասպարյանը ընդդիմացել է այդ խոսակցությանը։ Սերոբ Գասպարյանը ասել է, որ նման բան ինքը թույլ չի տա Հայաստանում հեղաշրջում կատարելու համար, ինքը թույլ չի տա, որպեսզի իր հայրենիքում որևէ մեկը զենք կբարձրացնի հայերի դեմ, եւ եթե նման բան լինի, առաջինը ինքը զենք կբարձրացնի այդ անձի դեմ։ Այսինքն տեսեք, փաստական տվյալները մենք պետք է նայենք ամբողջության մեջ։ Եվ դա ասում են այն նույն անձիկ, որոնց անունները չեն հրապարակում պատվիրժան դատարան, որոնք հայտնում են իրենց կարծիքն ու ենթադրությունը։ Հիմա դեռ պարագայում պատվիրժան դատարան գերակշռող փաստական տվյալները ավելի շատ վկայում են տվյալ պարագայում ոչ թե Սերոբ Գասպարյանի առնչությանը նախապատրաստող իշխանության զավթման վերաբերյալ, այլ հակառակը չեն պարունակում որևէ փաստական տվյալներ այդ նախապատրաստող գործողությունների մասին։ Եվ ի վերջո պատվիրժան դատարան յուրաքանչյուր դեպքում անձի առնչության հարցը քննարկելու ժամանակ մենք պետք է նայենք նաև վերաբերող արարքի դիսպոզիցիան, ճիշտ է։ Ինչ է իրանից ենթադրում այս արարքը, եւ այդ արարքը, եթե մենք ասում ենք նախապատրաստվել է կատարվելու համար, պետք է հասկանանք այդ արարքի բնույթից եւ բովանդակությունից ելնելով, ինչպես այն կարող է նախապատրաստվել։ Հիմա եկեք հասկանանք գործում արկա փաստական որ տվյալն է վկայում նրա մասին, որ այն նախապատրաստական գործողությունները, որոնք որ բնորոշ են այս հանցակազմին, Սերոբ Գասպարյանի կողմից կատարվել են։ Եվ ի վերջո, ինչի մասին է խոսքը գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ Սերոբ Գասպարյանը, Երջանիկ Սիմոնյանը եւ Արմեն Մնացականյանը այն անձանց, որոնք որ ուղարկվել են Գորլովկա, նրանց հետ նախապատրաստել է իշխանության զարգումը։ Նրանց միջոցով նրանց հետ նախապատրաստել է իշխանության զարգումը։ Հիմա բոլոր այդ անձիկ պատվիրժան դատարան ասում են մենք չենք իմացել մեծ հաշվով այդ ենթադրյալ կարծեցյան նպատակի մասին, բայց եթե այդ անձիկ չեն իմացել, ո՞նց է նախապատրաստվել իշխանություն զավթել։ Այլ բան է, եթե օրինակի համար նրանք իմանային, որ գնում են Գորլովկա եւ իմանային իրականում, որ գնում են Գորլովկա նախապատրաստվեն կամ իշխանությունը օրինակի համար զավթեն, ես տրամաբանությունը կհասկանամ, որ Սերոբ Գասպարյանը եւ մյուսները այդ անձանց հետ նախապատրաստվել են իշխանությունը զավթել։ Բայց ինչ են ասում բոլոր այդ վկաները պատվիրժան դատարան։ Ասում մենք գնացել ենք այնտեղ կամ աշխատելու, կամ հմտություններին տիրապետելու զինտեխնիկայի, որպեսզի գանք Հայաստան հետագայում մեր սահման անհրաժեշտության մեջ պահեն, ու այս մարդիկ, որոնք որ հայտնում են նման տեղեկատվություն, նրանց հետ Սերոբ Գասպարյանը եւ մյուսները նախապատրաստել են իշխանություն զավթել։ Չի գնում այդպես։ Նախապատրաստությունը ենթադրում է ակտիվ գործողություններ։ Նախապատրաստությունը ենթադրում է հանցակցություն։ Հանցակցությունը ենթադրում է հանցակիցների գործողությունների համատեղություն։ Հիմա դեռ պարագայում այդ համատեղությունը, այդ մյուս հանցակիցների մտադրության եւ գործողությունների մասին իմացությունը, առնվազն ողջամիտ տրամաբանության շրջանակներում
հուշում է, որ պետք է տվյալ անձիկ Սերոբ Գասպարյանը եւ մյուս մեղադրյալները համենայն դեպս ունենային միասնական նպատակ, այդ միասնական նպատակին ուղղված կատարային գործողություններ։ Բայց կարծես թե այստեղ այս կապը խզվում է պատերժան դատարան եւ խզվում է այնքան, որքան բոլոր այս անձիկ ասում են, մենք գնացել ենք այնտեղ պարզապես հմտությունների տիրապետենք զինտեխնիկայի, բայց Սերոբ Գասպարյանը եւ մյուսները փաստորեն ունեցել են այլ նպատակ։ Սա եղավ հանցանքիցների համատեղ միմյանց գործողությունների մասին իմացություն եւ գործադրված ջանքեր միասնական նպատակին հասնելու համար։ Ոչ։ Իսկ հետո նայենք մյուս տեսանկյունից, որ տվյալ անձիկ եւս Սերոբ Գասպարյանի եւ մյուսների միջոցով նախապատրաստել են Հայաստանում իշխանություն զավթեն հարց։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Այս նույն բոլոր վկաների մասով, որոնք թվով 13 են։ Նրանց մասով քրեական հետապնդում չի հարուցվել։ Միգուցե առաջին հայացքից պատասխանը կա, որ դե եկել են ցուցմունք են տվել, պատմել են ամեն ինչի մասին, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Այսինքն ըստ էության կարող են խոսել հանցագործությունը կամովին մինչև վերջ հասնելու կամովին հրաժարման մասին, բայց դեպքում քրեական հետապնդում չի հարուցվել, հետագայում դադարեցվել այդ հիմքով։ Ինստիտուտը դա չէ, տեղետնողից պետք է։ Իրավական ողջամտությունը հուշում է, որ այս փոխկապակցվածությունը պետք է ունենա արդյունք որպես դատավարական որոշում։ Չկա այդ դատավարական որոշումը։ Ներողություն դարձել ձեզ ընդհանրապես, հարգելի պաշտպան, ընթացած գործում կռահել ձեր դիտարկման վերաբերելիությունը մեղադրյալի նկատմամբ խափանամիջոց կիրառելու հարցի նախնական դատավարությունները, խնդրեմ, քանի որ բազմաշերտ են ձեր ելույթ ըստեյցան, ասեք իրեք այդ դիտարկումը ինչ կապում է մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանամիջոցը, կամ եթե որ այլ փուլին բնորոշ հարցի վերաբերում պատեհ փուլին դատարանը առաջարկում մեղադրյալին այդ հարցերը։ Ասեմ պատվիրժան դատարան։ Տեսեք, ըստ էության մեր մոտ մի փոքր սխալ պրակտիկա է ձևավորվել այն տեսանկյունից, որ եթե գործը մեղադրական եզրակացության ուղարկվում է դատարան, այլևս խափանամիջոցի պայմանի քննարկում որպես այդպիսի չի իրականացվում կամ իրականացվում է նվազ ձևով։ Քավլիցի դա այդպես չի։ Եվ այդպես չի կարող լինել, որովհետև խափանամիջոցի քննարկում ենթադրում է խափանամիջոցի պայմանի եւ իրավաչափության պայմանների քննարկում։ Հետևաբար այն, որ պատվիրժան դատարան գործը մեղադրական եզրակացություն ուղղարկվել է դատարան, չի նշանակում, որ հիմնավոր կասկածի շեմը, որը փոխանցող պնդում է հանրային մեղադրողը ապահովված է այնքան աստիճանի, որ մենք այդ հարցի նույնիսկ անդրադառնալու որևէ հնարավորություն չունենք։ Ես քիչ առաջ եթե դուք նկատեցիք, նշեցի մի ելակետ, որը ինձ թույլ է տալի այդ հարցին անդրադառնալու։ Եթե պարոն Ռշտորը որոշումը չլիներ, այդ հետագայում առկա փաստական տվյալների միգուցե ըստ էության գործի քննության շրջանակներում անբավարար լինելու հանգամանքի տեսանկյունից միգուցե ես այսպես խորապես այս հարցին չէի անդրադառնա։ Բայց ըստ էության ես այդ ելակետը ունեմ եւ նկատեք, որ պարոն Ռշտորի որոշումից հետո որևէ իրադրություն դատավարական չի փոխվել։ Իրադրությունը դատավարական նշանակում է փաստական տվյալների նոր ավելացած փաստական տվյալների տեսանկյունից, որտեղ պարոն Ռշտոնու որոշումից հետո ձեռքբերվել ընդհանրապես երկու ցուցմունք՝ Սերգեյ Մելոյանի ցուցմունքը, Ալբերտ Գրիգորյանի ցուցմունքը, որոնք ըստ էության ևս կառուցված են կարծիքի եւ ենթադրության հիման վրա։ Այստեղ ըստ էության դատավարական իրադրություն հիմնավոր կասկածի շեմի փոփոխման տեսանկյունից տեղի չունեցավ։ Դրանով է պայմանավորված, որ ես մի փոքր խոր անդրադարձա հիմնավոր կասկածի հարցին։ Այդ առումով կարծես թե կարողացած սպառիչ բացատրել հաջորդի հիմնավորումներս ներկայացնել։ Պատվիրժան դատարան, սա ինչ վերաբերում է այդ մասով, ինչ վերաբերում է իրավաչափության պայմաններին։ Տեսեք, յուրաքանչյուր դեպքում իրավաչափության պայմաններին անդրադառնալիս դատարանը ևս պետք է սկսի զրոյական կետից։ Եվ տվյալ պարագայում չի կարող թե որոշակի չափով հաշվի չառնել նախկինում դատարանի կողմից որոշումները, բայց այդ որոշումները դատարանի համար ինչպես արդեն պարզ դարձավ, որևէ ձև պարտադիր չէ։ Հետևաբար այստեղ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այնուամենայնիվ ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնց մասով արձանագրված են որոշակի ռիսկեր կամ ռիսկ, եւ առավելապես մի փոքր պետք է քննարկման առարկա դարձնենք այս հարցի համատեքստով։ Մինչ դատական վարույթում պարոն Գասպարյանի մասով որպես ոչ պատշաճ վարկագիծ դրսևորելու հավանականություն ռիսկ գնահատվել է բացառապես քննությանը խոչընդոտելու հիմքը։ Իսկ քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում բոլոր դատարանները նշել են ընդհանրապես մի բան պատվիրժան դատարան,
որ քննությունը դեռևս գտնվում է ակտիվ փուլում, դեռևս ձեռք են բերվում ապացույցներ, այդ ապացույցները պետք է նախնական գնահատականի արժանացնեն եւ Սերոբ Գասպարյանի եւ մյուս մասնակիցների միջեւ պետք է դեռևս կատարվեն բավութային գործողություններ։ Ձեր ուշադրության եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ այս հարցի համատեքստում մեղադրողը հայտնեց մի այնպիսի դիրքորոշում, որը ուղղակիորեն հակասում է քրեական դատավարության տրամաբանությանը։ Պարոն Դատախազը ասում է, որ դրա պարագայում քննությանը խոչընդոտելու հիմքը կա եւ այն այնքան բարձր է, եւ դրանից հետնահանջ կատարելու հնարավորություն միգուցե մենք կարող ենք ունենալ մենակ այն դեպքում, երբ որ հիմնական դատալսումների ընթացքում, այսինքն գործը արդեն դատարանը մինչև բոլոր վկաները չհարցակնվեն, քննությանը խոչընդոտելու հիմքի նվազում չեն կարող ունենալ, այլ ընտրանքի քննարկման հնարավորություն չեն կարող խոչընդոտելու հիմքը կա եւ այն այնքան բարձր է, եւ դրանից հետնահանջ կատարելու հնարավորություն միգուցե մենք կարող ենք ունենալ մենակ այն դեպքում, երբ որ հիմնական դատալսումների ընթացքում, այսինքն գործը արդեն դատարան քննությանը խոչընդոտելու հիմքի նվազում չեն կարող ունենալ, այլ ընտրանքի քննարկման հնարավորություն չեն կարող ունենալ։ Ինչու է քրեական դատավարության տրամաբանությունը, որովհետեւ եթե նման գործոն լիներ, ապա քրեական դատավարության օրենսդրությունում ուղղակի ամրագրում կլինի, չէ օրինակի համար, որ երբ որ գործը քանը ճիշտ ֆիքսացիա, այն դեպքում երբ որ օրինակի համար գործը մեկնում է դատարան, օրենսդիրը հստակ սահմանում կտա, որ կալան խափանման միջոցը որևէ կերպ չի կարող փոխվել այլընտրանքով, կամ այլընտրանքի ամենախստից չի կարող փոխվել այլընտրանքի ամենադեպի նվազը, եթե դատարանում դեռևս չեն հարձակվել վկաները։ Պարզը չէ, որ նման սահմանում օրենսդիրը չի կարող նախատեսել քրեական դատավարության օրենսգրքում, որովհետև նման տրամաբանությունը, նման սահմանումը ուղղակիորեն իմաստազատի եւ դմսմասնի անձի ազատության իրավունք է։ Այսինքն չեն կարող մենք առաջնորդվել մշտապես այն գաղափարով, որ եթե գործը մտել է դատարան, կարող է երբեք չի կարող փոխվի այլընտրանքային խափանման միջոցով, քանի դեռ գործով անցնող վկաները չեն հարձակվել։ Քրեական դատավարության տրամաբանությունը հետեւյալն է։ Ասում որ գործը երբ որ մտնում է դատարան եւ խափանման միջոցի հարցնածանուն կրկին վերստին քննարկելու որպես անհրաժեշտություն, մենք պետք է հասկանանք հետեւյալը. արդարադատության շահը արդյոք գտնվում է բարձր մակարդակում թե ոչ, մինչ դատական վարույթում սպառված ծավալը, կատարված վարույթային գործողությունները քանակական եւ որակական տեսանկյունից թույլ են տալիս արդարադատության շահը որպես հանրային շահի եւ մասնավոր շահերի միջև ավելի արդարացի հավասարակշռություն ապահովելու համար եւ այո նախկինում արձանագրված ռիսկերը հետնահանջ կատարելու տեսանկյունից դատարանը ունի ելակետներ թե ոչ։ Պատասխանը շատ ակնհայտ է, սույն դեպքում ունի։ Որովհետև այն ժամանակ, երբ որ քննությանը խոչընդոտելու հիմքը դատարանները արձանագրում են եւ դրա հիմքում որպես ելակետ առավելապես դնում են այն, որ դեռևս առերես հարցաքննությունները չեն կատարվել, իսկ առերես հարցաքննությունը դա այն միակ գործիքն է, որի պարագայում պարզման ենթակա հանգամանքները կարող են ավելի ճկուն դառնալ քննության համար, դրա պարագայում մենք այդ խնդիրը չունենք։ Ավելին ասեմ, առերես հարցաքննությունների կատարման նախաձեռնությունը պաշտպանության Ես ես ասեմ, այդ նախաձեռնությունը դրսևորվել է միջնորդությունները, բայց ինչն է հետաքրքիր, բոլոր միջնորդությունները պաշտպանության կողմից քննիչը մերժում է։ Ասում էր առերես հարցաքննությունը կատարելու անհրաժեշտություն չկա։ Հետո այդ անհրաժեշտությունը առաջացավ եւ բարեբախտաբար բոլոր առերեսումները կատարվել են։ Ուրեմն տեսեք, առերեսումը կատարվել Լուսինե Բեգլարյանի հետ։ Առերեսումը Առերեսումը կատարվել Սարգիս Մարտիրոսյանի հետ։ Այսինքն ըստ էության պատվիրժան դատարան 13 վկայից առերեսումը կատարվել 5 հոգու միջև։ Մի հոգու հետ առերես հարցաքննություն չի կատարել, կատարվել է այն անձանց հետ առերեսումներ պատվիրժան դատարան, որոնք որոշակի չափով տվյալներ են հայտնել Սերոբ Գասպարյանի հետ։ Կրկնում եմ, ոչ թե մերկացնող տվյալներ հանցանքի կատարման մեջ, այլ տվյալներ, որոնք որոշակի Գասպարյանի հայտնած տեղեկությունների հետ։ Չի կատարել, բայց դրա պատասխաններ կա։ Պատվիրժան դատարանը մենք միջնորդել ենք, որ իր հետ են կատարվել, մերժվել է։ Այսինքն ըստ էության մյուս վկաներն Սերոբ Գասպարյանի հետ կապված առհասարակ տեղեկություն չեն հայտնում, բայց իրականացող մարմինը այդ հանգամանքով պայմանավորված Սերոբ Գասպարյանը նրա հետ առերես հարցաքննություններ չի կատարել։
Հիմա տեսեք պատվիրժան դատերեն, այս ռիսկը մշտապես եղել է եւ բարձր է գտնվել 5 առերեսման կատարման փաստը եւ 1 առերեսման չկատարման փաստը, որը պայմանավորված է վարորդ իրականացնող մարմնով, այլ ոչ թե պաշտպանության կողմով, ինչ է նշանակում, որ այդ հանգամանքը ի վնաս մեզ չի կարող մեկնաբանվել։ Արդյոք այս գործոնը քննությանը խոչընդոտելու հիմքը նվազող գործոն չի։ Ինչ է ասում վարորդ իրականացնող մարմինը, ասում է առերես հացման իրավունքները գնանք դատարանում իրացնենք։ Առերես հացակնությունից 5 հոգով կատարվել է համ հակասությունների վերհանման տեսանկյունից, համ հակընդդեմ հացման իրավունքի տեսանկյունից։ Ու դուք վստահ տեսել եք, որ յուրաքանչյուր առերես հացակնությունը 4-5 ժամից պակաս չի եղել։ Այսինքն շատ ծավալուն բոլոր առերես հացակնություններին մասնակցել եմ ես ինքս անձամբ։ Այսինքն 5-4 ժամ առերես հացակնություններ են կատարվել։ Դրանից ավել ճկուն ծավալու սպառում պարզման ենթակա հանգամանքների հարցի համատեքստում ես կներեք նա ինչ է ասում։ Քննությանը խոչընդոտելու հիմքը ունի տեսնի առանձնահատկություն։ Այն նվազում է այն ժամանակ, երբ որ հարցաքննություններ են կատարվում, առավելապես հիմա դեպի պարագայում մենք այս վկաների ոչ միայն այդպես նախնական մի հարցություն ունենք, ամեն վկա 2-3 անգամ հարցականվել։ Առերեսումներ են կատարվել թվով մոտ մի 10-ից ավել, մենակ Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ 5 առերեսում են կատարվել։ Էլ մնացածի մասով չեմ հաշվում, ընդհանուր ծավալուն գործողություններ են կատարվել։ Այսինքն դեպի պարագայում արդյոք այս գործոնները քննությանը խոչընդոտելու որևէ նվազման ինչ-որ հատկանիշ իր մեջ չի պարունակում։ Ինչպես շատ հաջողություն պատվիրժան դատը։ Յուրաքանչյուր դեպքում քննությանը խոչընդոտելու հիմքը իրանից ինչ է ենթադրում։ Արդարադատության նկատմամբ միջամտություն, չէ՞։ Արդարադատության նկատմամբ միջամտություն ինչ է նշանակում։ Քննության համար դժվարություն ստեղծել, քննության շահը ոտնահարել, քննության շահի ապահովման տեսանկյունից խոչընդոտներ ստեղծել։ Դրա դրսևորումներից մեկը դա վկաների վրա ազդեցություն գործադրելն է։ Քրեական դատավարության տեսությունը բացահայտում է ազդեցություն գործադրելու նպատակը։ Այսինքն վկայի վրա ազդելու նպատակը որն է։ Ասում է ազդել, որպեսզի իր համար վկան տա ցանկալի ցուցմունք, կամ ազդել, որպեսզի այն վկան, որը տվել է ոչ ցանկալի ցուցմունք, փոխի դեպի ցանկալի ցուցմունք այդ ազդեցության միջոցով։ Հիմա դուք այդ պարագայում եկեք քննարկենք, էլի, զուտ իրատեսական լինելու համատեքստում։ Սերոբ Գասպարյանը, թեկուզ այս դատակոչված վկաների նկատմամբ կարող է իրականում միջամտություն, ազդեցություն գործադրել, թե ոչ, եթե այո, ապա որը կլինի դրա նպատակը։ Տեսեք, ըստ էության բոլոր այս վկաները որևէ տեղեկություն չեն հայտնում, որը կմերկացնի Սերոբ Գասպարյանին հանցանքի կատարման մեջ։ Ավելին հայտնում են տեղեկություններ, որոնք որ հերքում են նրա առնչությունը վերագրվող արարքի կատարման մեջ։ Եվ որն է այդ տեղեկատվությունը, որ ասում է Սերոբ Գասպարյանն ընդդիմացել է։ Սերոբ Գասպարյանը ասել է, որ նման բան չկա։ Ավելին ասեմ, կներեք ժողովրդի լեզվով օգտագործել այդ բառը, որը օգտագործել է Սերոբ Գասպարյանը, եւ խոսել են իշխանազավթման մասին, ասել է այդ ամեն ինչը սուտ է, այդ ամեն ինչը մուտի տա։ Այսինքն ըստ էության պատվիրժան դատը այս վկաները հայտնել են կարծիք հնարավոր առնչության մասին հանցանքի եւ տեղեկատվություն ոչ առնչության մասին։ Հիմա որն ավելի կշիռ, նրանց կարծիքը թե տեղեկատվությունը։ Կարծում եմ տեղեկատվությունը։ Հիմա եկեք հասկանանք կարծիքի եւ տեղեկատվության հարաբերակցության շրջանակներով մնալով ազատության մեջ կամ չնվաճելով ազատությունը տնային կալանքի պայմաններում ավելի շատ է տրամաբանական, որ փորձի ազդի կարծիքի նկատմամբ, որ ավելի իր կշռով ցածր մակարդակ ունի, քան թե տեղեկատվությունը։ Թե կազդի նրանց վրա, որ գան տեղեկատվությունը չկա նման իշխանազատման նպատակ, գնա ասի ինչ, գնացեք ասեք, որ այդ ավելի չկա, գիպեր ձևի չկա։ Այսինքն լավ տվյալը այլ ավելի լավացնելու տրամաբանությունը ո՞րն է։ Յուրաքանչյուր պարագայում պատվիրժան դատարան։ Ես կարծում եմ, որ դատարանը թեև այս փուլում ունի որոշակի կառուցվածքային տեսանկյունից ապացույցներին գնահատական տալու խնդիր եւ դա գնահատելու իրավաչափության պայմանների շրջանակում, բայց կարծում եմ դուք ինձանից շատ լավ գիտեք, որ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում ունի, ըստ որի ասում է, թե նախնական լսումների փուլում ապացույցին գնահատելու որևէ հնարավորություն չկա, բայց դա չի նշանակում, ասում եմ, որ դատարանը առերևույթության սկզբունքի տեսանկյունից այդ փաստական տվյալները գնահատելու հնարավորություն չունի։ Եվ բարձր դատական ակտը պարզաբանում է դրա տրամաբանությունը, ասում է յուրաքանչյուր դեպքում դատարանը որոշում է կայացնում, չէ՞։ Այդ որոշումը ներկայացնում է գործից գնող նյութերից։
եւ ասում եմ ուզի թե չուզի որոշակի չափով, առերևույթ տեսանկյունից բոլոր փաստական տվյալները այնուամենայնիվ գնահատում են, ոչ թե խորապես առերևույթի տեսանկյունից։ Հետևաբար ես կարծում եմ, որ առերևույթությունը հենց վկայում է նրա մասին, որ մեղադրական եզրակացությունը առնվազն դատարանը առերևույթության սկզբունքի տեսանկյունից ուսումնասիրել է։ Հետևաբար առերևույթության սկզբունքի տեսանկյունից պարզ է թե այդ մեղադրական եզրակացության մեջ ինչպիսի փաստական տվյալներ են արտացոլվում։ Եվ այո, այս փաստական տվյալները նրանք են, որոնք քիչ առաջ, որոնց մասին քիչ առաջ ես խոսացի։ Եվ այո, այդ փաստական տվյալները թույլ կտան ձեզ պատվիրժան դատարան այս իրավաչափության պայմանի համատեքստում հետնահանջ կատարելու եւ այլ ընտրական խախտման միջոցի հարցը խորապես քննարկման առարկա դարձնելու համար։ Պատվիրժան դատարան ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելու ռիսկին, այն որ այդ ռիսկը երբեք միջդատական վարույթում արձանագրված չի եղել եւ ըստ էության դատարանները արձանագրել են, որ այդ ռիսկը չկա այնքանով, որքանով Սերոբ Գասպարյանը չի հանդիսանում կրիմինոգեն։ Սերոբ Գասպարյանը չունի մի այնպիսի անցյալ, որը կարող է ստիպել դատարանին կարծել, որ նա հասարակությունում հանդես է գալու որպես հանցավոր տեսակ եւ որպես կրիմինոլոգիայի տեսանկյունից հանցավոր էլեմենտ, ով ունակ է կատարել պարբերաբար հանցանքներ։ Հետևաբար այդ առումով, որ Սերոբ Գասպարյանը կրիմինոգեն չի, մշտապես դատարանները արձանագրել են, որ նոր հանցանք կատարելու ռիսկը չկա պատվիրժան դատարան։ Իսկ անձին վերագրվող արարքի կատարումը, որպես հիմնավոր կասկածի պարտադիր պայման, չի կարող նույնացնել իրավաչափության պայմանի հետ եւ դրանով պայմանավորված փոխկապակցել եւ արձանագրել նոր հանցանք կատարելու։ Ինչ վերաբերում է այդ մասով, պարոն Դատախազյանն ասացին, որ կան նոր տվյալներ, որ դեռևս այդտեղ գտնված անձի շարունակում են նախապատրաստել այն, ինչ նախապատրաստում են, իմ մոտ հարց առաջանում։ Այդ նախապատրաստությունը ունեցել է ժամկետներ։ Այս գործընյութերի պատվիրժան դատարան երևում է, որ այս բոլոր անձիկ պետք է վերադառնային սեպտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, եւ անեն այն, ինչ արեցին։ Ուր են այս անձիկ։ Ուր են։ Լավ, դրանք պարագայում ձերբակալվածներ, կալանավորվածներ կան, այն մյուսները։ Մյուսները եկել են վկայեն, հարց չկա, այն մյուսները, որոնք են Կանդազն է ընդեր, Արտյոմն է ընդեր, Սարուխանյանն է ընդեր, ուր են պատվիրժան դատարան։ Տեսեք, պետք է բոլորը գայ սեպտեմբերին եւ իրագործեին այն, ինչ իրը պետք է իրագործեն։ Հարց առաջանում ուր են։ Ինչի չեն իրագործել։ Պատասխանը շատ ակնհայտ է, որտեղ չկա նման բան։ Չկա նման բան։ Հայաստանում իշխանություն զավթելու եւ այդտեղ նախապատրաստական գործողություններ չեն կատարվել։ Հիմա անկեղծ ասած պատվիրժան դատարան, ես չգիտեմ ընդդեմ ում ինչ գլուխ է գովացել։ Ես չգիտեմ ընդդեմ կներեք արտադրությունից համար ով է ոնց մեծ խոսացել, ես չգիտեմ իրականում։ Բայց այդ գլուխ գովալը կամ մեծ խոսալը, ես կարծում եմ այս վարույթի արտացոլանքը պետք է չլինի։ Որտեղ այդ մեծ խոսալը կամ այդ գլուխ գովալը հանգեցնել է նրան, որ այստեղ երեք անձիկ եւ հիմա ասել, որ տվյալ անձիկ դեռևս ընդդեմ նախապատրաստում են այստեղ իշխանությունը զավթելու համար, կրկին հարց են տալի ուր են այդ անձիկ, սեպտեմբերին պետք է եղած լինեն այստեղ։ Բացի դրանից պատվիրժան դատարան, կա փաստական տվյալ, որ այդ փաստական տվյալը նորում են, որ ընդդեմ նախապատրաստում են, բայց այդ փաստական տվյալը ես 14 հատորի մեջ անկեղծված չեմ տեսել։ Բայց նույնիսկ եթե պատկերացնենք, որն է այդ մյուս փոխկապակցված անձանցան մյուս փաստական տվյալը, որ այստեղ գտնված 3 անձիկ այն ընդեղ գտնվող մյուս անձանցից ունեն փոխկապակցվածություն։ Ուր է։ Որ նրանք դե նախապատրաստում են, այս մարդիկ այստեղ ազատությունից զրկված են ու նրանց փոխկապակցվածությունը կա։ Հանգած դուսը չմնան, որովհետև մեկը մյուսին օժանդակելով կբերեն ստեղ այդ իշխանության զավթման գործընթացը արդյունքում։ Պատվիրժան դատարան ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքում այս այն փաստական տվյալին պետք է մոտենալ յուրով։ Տեսեք, պարոն Քոչուբաևը այլ ընտրանքային խախտման միջոցի հարցի համատեքստում շատ ճիշտ նկատեց, որ դատարանները բոլոր դեպքերում պետք է այս հարցի համատեքստում նաև առավելապես քննարկման արժանացնեն մեղադրյալի անձը եւ այո, պարոն Գասպարյանը 3 Արցախյան պատերազմի մասնակից է, ազգի հերոս է եւ տեսեք ինչ հետաքրքիր կյանքի կազուս է առաջացել։ 3 անգամ
պետությունը վստահել է անձին հայրենիքի պաշտպանություն։ Տեսեք, հիմա ես ասեմ սա ինչի համար եմ ասում։ 3 անգամ պետությունը, իսկ պետությունը յուրաքանչյուրս։ Ես եմ պետություն, դուք եք պետություն, անդատախազն է պետություն, դահլիճում գտնվող յուրաքանչյուր անձը պետություն է։ Ներողություն եմ խնդրում, կարծես թե ձեզ եւ դատարանին ընդհատում եմ։ Խնդրում եմ ոտքի կանգնել եւ ներկան համեցեք, այո։ Կներեք հաշիվ դատարան, անկեղծասած որևէ միտում չունեմ, միջանկար։ Դատարանի խնդրանքն այլ է, ներկայացեք։ Հայաստանի նոր քաղաքական մշակույթի կուսակցության վարչության նախագահ Անի Զախարյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Շատ լավ։ Մինչև առաջացնելը խնդրեմ ինձ լսել, ես ձերիկություն եմ վազեք ընդհանուր դատարանից ու վերջ խոսել, ինքնակ նպատակը ձեր ինքնությունը բազել է, որովհետև ձեզ դիմեն։ Արգելի պիտի Զախարյան, խնդրում եմ դատապարտոցեսը չընդհատել միջամտություններով եւ հայտարարություններով։ Դատարանը կարիքի դեպքում պատշաճ մտածակարգով բոլոր ցանկացողներին կարող է հնարավորություն։ Բայց պաշտպանը խոսում է եւ դատարանը շարունակում։ Կներեք, ես պետք է լքեմ արդեն դատական լիստը հաջողություն։ Մատուցում մեր ազատամարտիկ տղաներին իրենց հարազատներին։ Պատվարժան Գաֆան, ես հավաքություն ունեմ որպեսզի բացատրության շարունակի Տևի այսքան հակակոռուպցիոն կոմիտեում անվտանգելի քննչական գործողություն ունեմ, իմ բացակայությունը թույլատրելով հանել հարգելի, որևէ առարկություն չկա, որպեսզի իմ բացակայության հարցերի քննարկումը շարունակի։ Շատ լավ։ Ներողություն պարոն Ալեքսանյան, լսենք մերադյալի կարծիքը, ինչ կարծիք է, կանոնը ընդդեմ, խնդիր չեք տեսնում։ Շատ լավ։ Պարոն Ալեքսանյան, դուք խնդիր տեսնում եք։ Բացարձակ առարկություններ կան։ Համեցեք։ Իհարկե, եթե նախապես պլանավորված որևէ գործողություն կա, ես դեմ չեմ, բայց ես ունեմ այլ տեսակ, այլ դիրքորոշում հարցի շուրջ։ Տեսեք, հարգելի պաշտպանը հաստական հանգամանքներ ներկայացրեց, հանգամանքներ նշեց, որոնք առնվազն իմ գնահատման ես դրանք պատրաստվում եմ ներկայացնել, չեն համապատասխանում։ Ես կպատասխանեմ։ Դուք կպատասխանեք։ Սիրով։ Ինչու՞ է։ Բայց եթե դուք պատասխանատվությունը ծանր լուծը վերցնում եք ձեր վրա, ես խնդրի չեմ տեսնում։ Քանի որ այդ դիտարկումներ չկան, արգելի պաշտպան կարող է բացակայել հաշվի առնելով մերադյալի կանոնը, որ հայտնի է դատարան։ Դատարանն արձանագրում է, որ պաշտպան Կոչուբաևը իստերի գալիճից արդեն բացակայում է եւ շարունակում է իր բացակայության, ինչը ոչինչ չէ դատարանի համար։ Համեցեք կանոնը։ 4 անգամ ընդհատվեց, բայց փորձեմ նորից թերը չկտրել ես։ Անգամ պատվարժան դատարան, տեսեք, ըստեյության կազուսը ինչու՞ն է կանում։ Ինչպես արդեն նշեցի, պետությունը 3 անգամ վստահել է հայրենիքի պաշտպանությունը։ Կարծում սա անհերքելի փաստ է։ Անհերքելի փաստ է նաև Սերոբ Գասպարյանի հանգուցան եղբայրը ու վայրը, Ռուստամ Գասպարյանը եւ Սանսկի հերոս Սերբ Հովազի մշտապես կարելի ասել հրամանատար, ժողովրդի հրամանատար։ Դրանք պարագայում հիմա մենք ինչ ենք ուզում դատարանից։ Մենք դատարանից փաստորեն այցելում կազուսակայանում ուզում ենք, որպեսզի դատարանը վստահի Սերոբ Գասպարյանին իր ազատությունը։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Պետությունը Սերոբ Գասպարյանին 3 անգամ վստահել է հայրենիքի պաշտպանությունը եւ 3 անգամ չի սխալվել, որովհետեւ բոլորս գիտենք Սերբ Հովազ ջոկատը ինչպիսի ձևով աչքի ընկել բոլոր մարտական գործողություններին, ես կարծում եմ դա ոչ մեկ անգամ գաղտնիք չի, իսկ հիմա մենք պետությունից խնդրում ենք իդեմս դատարանից, որ Սերոբ Գասպարյանին վստահի այս անգամ ոչ թե հայրենիքի պաշտպանությունը, այլ իր սեփական ազատությունը։ Վստահեցնելով, որ Սերոբ Գասպարյանը իր սեփական ազատությունը, սեփական ազատության մեջ գտնվելով չի չարաշահի։ Չի չարաշահի այդ իրավունքը։ Բայց մենք դա ենք շատ դատարանից չենք ուզում, պատվարժան դատարան։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, չի նշանակում ազատության իրավունքի նվաճում, որովհետև տնային տալանք հայցելը դա ազատության իրավունքի նվաճում չի, որովհետև դա ևս սահմանափակում անձի ազատության իրավունքը։ Ես ես խնդրում եմ հաշվի առնել Վարդան Մամիկոնյանի գործով Ջրաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, ըստ որի տնային տալանքը եւ տալանքը նույնացվել են,
Ըստ էության այս երկու խափանամիջոցները Ջրաբեկ դատարանը դիտարկել է նույն հարթությունում, հաշվի առնելով հիմնարար իրավունքի սահմանափակման էլեմենտը եւ միակ տարբերությունը կայանում է գտնվելու վայրի եւ այդ գտնվելու վայրերի տարբերության տեսանկյունից կոմֆորտի առումով։ Այսինքն ըստ էության այս երկու խափանամիջոցները բովանդակային առումով ոչինչով չեն տարբերվում պաշտպանության դատարանը։ Եվ դրա բավական հաշվի առնելով այն հանգամանքը, որ անմեղության կանխավարկածից անմեղության կանխավարկածը մեզ հետապնդելու է մինչև վերդիկտի կայացումը։ Իսկ մենք անմեղության կանխավարկածի մասին հենց այնպես չենք կարող պարզապես խոսել։ Մենք ուզենք թե չուզենք այս իրավունքը, այս կանխավարկածը մեզ միշտ հետապնդելու է։ Իսկ անմեղության կանխավարկածը եւ քաղաքակիրթ հասարակությունում ազատության իրավունքի նկատմամբ հաստատված հարգանքը պահանջում ընդհանուր մի բան։ Կալանքը չհանդիսանա անձի պատշաճ վարկեդեսի ապահովման նպատակով կիրառվող միակ խափանամիջոցը։ Եվ երբ թույլ են տալիս գործի փաստական հանգամանքները եւ անձի անձնական համապատասխան հատկանիշները, ապա ընդառաջել նրան եւ հնարավորություն ունենալ ավելի այլ մեր նվազ տեսակի խափանամիջոցով այլ ընտրանքով իր պատշաճ վարկագիծը դատարանին ցույց տնել։ Դատավարական իմաստով ժողովրդի լեզվով ասած օրինակելի վարկագիծը։ Ես կարծում եմ պատվիրժան դատարան, որ Սերոբ Գասպարյանի անձով պայմանավորված դատարանը ունի լիարժեք հնարավորություն նրա անձի նկատմամբ վստահություն ներշնչել։ Եթե պետությունները նրա անձի նկատմամբ այնքանով վստահություն ներշնչել, որ հայրենիքի պաշտպանությունը վստահ է, ես կարծում եմ այս անգամ եւս Սերոբ Գասպարյանը ունի հնարավորություն, որ պետությունները նրա անձի նկատմամբ վստահություն ներշնչի եւ այլ ընտրանքի միջոցով հնարավորություն ընձեռել ընտանիքի կողքին լինելու։ Սերոբ Գասպարյանը ի սկզբանե շատ ճիշտ նկատեց, ունի 5 թոռ, որոնցից 5-րդը նույնիսկ չի էլ Ես կարծում եմ յուրաքանչյուր դեպքում այս կամ այն որոշումը կայացնելիս մենք պետք է առաջնորդվենք նաև մարդասիրական սկզբունքով, իսկ դրա բաղադրում հայրենիքի պաշտպաններին էլ առավելապես այո մենք ունենք պարտականություն մարդասիրական վերաբերվելու, որտեղ դրա լանցին ժամանակին իրանց ընտանիքը եւ բոլոր բարիքները թողել են լիքում, զբաղվել են այդ ժամանակ հայրենիքի պաշտպանությամբ։ Ես կարծում եմ դրանից սուրբ բան, դրանից ամենամեծ առաքելություն պարզապես որևէ հայ չի կարող ունենալ։ Նամանավանդ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս դրությունը, այո, հայրենիքի պաշտպանությունը ավելի սուրբ առաքելություն ոչ ոք չի կարող ունենալ։ Հետևաբար ես կարծում եմ պատվիրժան դատարան, որ այլ ընտրանքային խափանամիջոցները տնային կալանքը, բացակայելու արգելք եւ գրավը կարող են այդ գործում միջոցը հանդիսանալ Սերոբ Գասպարյանի պատշաճ վարկագիծը ապահովելու համար։ Ընդ որում գրավը ինքներեւիտ է։ Դա եւս գործակը պետության եւ մեղադրյալի միջեւ։ Պետությունը դրա բարեկայում ընդունում է Սերոբ Գասպարյանի ոչ միայն խոսքը, այլ նաեւ որպես երաշխիք գումարային միավոր։ Ես կարծում եմ գումարային այն միավորը, որը մեր կողմից առաջարկվեց, այո, այս ֆինանսական դրության տեսանկյունից կարող ունենալ զսպիչ, որպես այսպիսի գործոն, զսպիչ մեխանիզմ Սերոբ Գասպարյանին հնարավոր, թեև չեմ մտածում, բայց հնարավոր դատավորական իմաստով ենթադրել ոչ պատշաճ վարկագիծը կանխելու հարցում։ Ոստի խնդրում եմ ձեզ պատվիրժան դատարան, պարոն դատախազի դիրքորոշումը համարել ոչ ընդունելի, մերը համարել ընդունելի եւ բավարարել մեր միջնորդությունը, այլ ընտրական խափանամիջոցների համակցությունը կիրառելով տնային կալանքի գրավը եւ բացակայելով արգելքի համակցության պայմաններով։ Շնորհակալություն։